Հերթական մահը պաշտպանության բանակում։ Ապրիլի 12-ի առավոտյան գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով զորամասերից մեկի դիտակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Պաշտպանության բանակի մեկ զինծառայող էլ վիրավորվել է գիշերը ադրբեջանական կողմից կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտելու հետևանքով։ Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջոցով բանավոր տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինծառայողի մասին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտնում է, որ այժմ փորձում են պարզել գտնվածի անձը, ապա կազմակերպել մարմնի ընդունման գործընթացը։ Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառայողներին հնարավոր է խոշտանգել են մինչև մահանալը։ Այդ մասին կան որոշ տեղեկություններ, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն, ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը։ Եթե փորձաքննությունը հաստատի, որ ադրբեջանցիները խոշտանգել են կենթանի գերիներին, կկազմակերպվեն հետագա իրավական գործողություններ Ադրբեջանին միջազգայինորեն պատասխանատվության կանչելու նպատակով։ Ռուբեն Հախվերդյանը հորդորում է եկեղեցիներ կառուցելու փոխարեն զենք գնել։ Վերջին իրադարձությունները ըստ երգահանի ցույց են տվել, որ երկրում լուրջ փոփոխությունների կարիք կա։ Մասնավորապես Հախվերդյանը գեներալներին առաջարկել է կուլակաթափ անել օլիգարխներին եւ նրանց փողերն ուղղել հայոց բանակի զինմանը։ Առասարակ կառավարության մատը այդ արյան մեջ խառնա, որովհետեւ նրանք միտը չէին նկատում, որ թուրքերը պատրաստում են գրոհելու եւ այդ իրանց ահռելի տները որ սարքել են Ինչ ում համար են սարքել։ Մենակ իրանց համար։ Ինձ թվում է կառավարությունը պետք է հրաժարական տա, ինձ թվում է զորքերի ընդհանուր հրամանատարը Ղարաբաղի պետք է հրաժարական տա։ Նրանցից շատերը քրեորեն պետք է պատասխան տան։ Հախվերդյանը Ռուսաստանին անվանել է մեր ողերին բարեկամը, որը միշտ 3 օր ուշացումով է գալիս, իսկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը խնդրել է իր մոտ չտալ։ Նա կարծեմ չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսոֆիլ կլինի հաստատ, որտեղ KGB-ի աշխատողը ոնց պիտի սովետի վաղ դաստիարակեր իր երեխաներին։ Հայաստանի կառավարությունն արագացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից $200 միլիոն վարկով զենքի ներկրման գործընթացը։ Որոշման նախագիծը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի Սեյրան Օհանյանը։ ԵՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում մայիսի 20-ին։ Այս որոշումն ընդունվել է Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Առաջարկը Դմիտրի Մեդվեդևինն էր։ Այսօր նա հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հովիկ Աբրահամյանի հետ։ Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 8-ին նախատեսված նիստը չէր կայացել Ղազախստանի պահանջով, որպեսզի հակամարտության սերման պայմաններում նիստը չդիտարկվի որպես աջակցություն Հայաստանին։ Սա դժգոհության ալիք էր բարձրացրել հայ հասարակության շրջանում։ Մինչ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում է, Երևանում դժգոհում են։ Այսքանից հետո նա չպետք է մեկներ Մոսկվա։ Այս մասին հայտարարել են Երևանում կայացած բողոքի երթի ժամանակ։ Երթի մասնակիցները բողոքում են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դեմ։ Դեպի Ռուսաստանի դեսպանատուն ճանապարհին նրանք մի քանի րոպե կանգնել են կառավարության շենքի առջև եւ ամոթանք տվել վարչապետին։ Եվրամիությունը Իրանի հետ կքննարկի դեպի Եվրամիություն գազի արտահանման հնարավորությունը։ Այս մասին Ֆեդերիկա Մոգերինիի Թեհրան կատարելիք այցից առաջ լրագրողներին հայտնել են Եվրամիության աղբյուրները։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր մագիստրալային գազամուղ կառուցելու մասին։ Այն պետք է սկիզբ առնի հարավային Պարս հանքավայրից, այնուհետև Իրաքի եւ Թուրքիայի տարածքով գազը հասցնի Եվրոպա։ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարներն ու Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը համաձայնության են եկել միասնական էներգետիկ միջանցք ձևավորելու վերաբերյալ։ Մի քանի տարվա մեջ երկրների միջև բարձր լարման միանգամից մի քանի գիծ կկառուցվի, ինչի շնորհիվ էլեկտրաէներգիայի փոխանակումը կհեշտանա։ Փորձնական ծրագիրը շուտով արդեն կմեկնարկի։ Վրաստանը ամռանը հոսանք կտա Իրանին գումարի կամ ձմեռային փոխհոսքի դիմաց, իսկ տարանցիկ ուղի կդառնա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է Հայաստանի ելցանցերին եւ մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ տվել հաշվիչների ցուցմունքները կարգավորելու համար։ Բաժանորդների մոտ 1/3-ը, որոնց մոտ էլեկտրոնային հաշվիչ է տեղադրված, մի քանի ամիս է բողոքում են, որ ցերեկային սակագներից դեպի գիշերային անցման ժամերը խախտված են։ Ելցանցը նախատեսում է նաեւ ներդնել առցանց համակարգ հաշվիչի ցուցմունքներին իրական ժամանակում հետևելու համար։
Գառնի հարյուրավոր բնակիչներ վաղ առավոտից փակել են Երևան-Գառնի Գեղարդ ճանապարհը եւ պահանջում էին դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները։ Նրանք դեմ են կառավարության որոշմանը, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնի տաճարի տակից խողովակով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր։ Գառնեցիները վստահ են, դա կհանգեցնի Ազատ գետի չորացմանը եւ իրենց հողատարածքների անապատացմանը։ 80 տարեկան կնից եմ, բոլոր Գառնի ծերից մինչև վերջը գիտեմ, թե Գառնին ինչ օրով ապրել, ինչ տանջակներ քաշե, ինչ հիմնարկներ աշխատել։ Քաղաք գնացեք քոչություն արի, էշություն արա, բերեմ մի կտոր հաց իր երախուն հասցրե որ ապրի։ Հեսօր ջուրն էլ եք տանեմ, արեք եք իրաց Այս պահին խողովակաշարի անցկացման աշխատանքները դադարեցվել են, սակայն գյուղացիները պահանջում են տարածքից դուրս բերել տեխնիկան եւ չեղյալ համարել կառավարության որոշումը։ Մեծ հաջողությունների հասնելու համար Հայաստանը կարող էր օգտագործել Իսրայելի փորձը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթությանն ու գիտության զարգացմանը։ Նման կարծիք է հայտնել քիմիայի գծով Նոբելյան մրցանակակիր Ահարոն Չեխանովերը, որը Նոբելյան օրերի շրջանակում Երևան է ժամանել 4 այլ Նոբելյան մրցանակակիրների հետ։ Հայաստանը եւ Իսրայելը շատ ընդհանուր բաներ ունեն։ Երկուսն էլ շրջապատված են, երկուսն էլ փոքր։ Երկու երկրների բնակիչներն էլ ստիպված են իրենց խելքի վրա հույսը դնել։ Դուք չունեք բնական ռեսուրսներ, մենք էլ մինչև վերջերս չունեինք, բայց մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, իսկ Հայաստանն այդ իմաստով մի փոքր հետ է մնում։ Այսօր թանկացել է միայն ռուբլին, մյուս 3 հիմնական արժույթները էժանացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 483, եվրոինը 546, ֆունտինը 688, իսկ ռուսական ռուբլյոնը 7.4 դրամ։ Ապրիլի 14-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Երևանում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը Մարիաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ի, իսկ վաղը ցերեկը +20-ի։